Մի քանի ժամ առաջ Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ պատերազմը Իրանի դեմ ավարտված է, Միացյալ Նահանգները տարան փայլուն հաղթանակ։ Միաժամանակ նա նշեց, որ ամերիկյան նավատորմը մնալու է Պարսից ծոցում եւ վերահսկելու է Հորմուզի նեղուցը։ Ժամեր անց Իրանի ռազմական ղեկավարության ներկայացուցիչը նույնպես հանդես եկավ հայտարարությամբ ասելով, որ Իրանը տարավ փայլուն հաղթանակ, ինչ կատարվեց իրականում։ Միացյալ Նահանգները ծախսեցին ահռելի գումարներ, մեկուսացան աշխարհից, բաժանվեցին Եվրոպական միությունից եւ մասամբ նաեւ ՆԱՏՕ-ից։ Իրանի ենթակառուցվածքները քանդված են, տնտեսական իրավիճակը ել ավելի վատթարացել, սակայն քաղաքական ռեժիմը չի փոխվել, այն պահպանվել է եւ ավելի ուժեղացել։ Եթե ուզում եք հասկանալ, թե ով է իրականում հաղթել այս պատերազմում, նայեք, թե որտեղ է գնացել Իրանի արտգործնախարարն այսօր։ Նա մեկնել է Պեկին։ Իսկ ինչ է սա նշանակում Հայաստանի համար։ Այդ մասին ես կպատմեմ այսօր երեկոյան իմ YouTube-յան ալիքում, եթե հետաքրքիր է, միացեք։ Ստեսյոն։